Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգիական գիտությունների տեխնացու Հայկ Տրունյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Տրունյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես արդեն ասել եմ նախորդ մեր հաղորդումներում, որ ես շատ սիրում եմ ժամանակ առ ժամանակ մտնել ձեր էջը եւ Facebook-յան էջում եք դուք տեղադրում ձեր գրառումները եւ Telegram-յան ալիքում այդտեղ վերլուծություններ են ավելի գիտական մոտեցում կա այդտեղ հետաքրքիր թեմաներ բարձրացնում եք եւ այժմ դուք գրեցիք նաև անդրադարձակ նաև այս անցած ընտրություններին ես ուզում եմ այդ մասին մենք այժմ զրուցենք որովհետեւ գիտեմ որ դուք մշակել եք բավականին ծավալուն նյութ եք մշակել որպեսզի կարողանաք գրել ես ընթերցեմ այդ նախաբանը որը դուք գրել եք եւ այնուհետեւ խոսքը տրամադրեմ ձեզ եւ այսպես դուք գրում եք այսպիսով ընտրություններն ավարտվեցին ընդդիմության լռությունը փաստացի ցույց է տալիս դրանց արդյունքների ընդունումը այսինքն ընդդիմությունը ընդունեց արդյունքները համարում եք դուք դերևս պետք է երկար եւ լուրջ վերլուծություն արվի այն մասին թե ինչ է իրականում ուզում հայ հասարակությունը սա երկրորդ թեման է ինչ է ուզում հայ հասարակությունը եւ դուք ասում եք սակայն արդեն կարելի է մի քանի փաստ հաստատել մենք սկսում ենք երրորդից երևի թե հետո կանդրադառնանք ինչ է ուզում հայ հասարակությունը եւ ընդունում է արդյոք ընդդիմությունը արդյունքները թե ոչ Եվ այսպես, որոնք են այդ փաստերը, որոնց վրա դուք ուշադրություն եք դարձրել։ Ինձ համար այս ընտրություններն առաջինն էին, քանի որ ես իմ տեղափոխվելուց դեպի Հայաստան առաջինն էին, որը ես սկզբից մինչև վերջ հնարավորություն ունեցա տեսնել, հետևել ու վերլուծել, թե ոնց է կատարում, ու գիտեք, բավականին շատ հետաքրքիր էր ոնց է մեր հասարակությունը արձագանքում եւ ընտրաշավի ժամանակին եւ ոնց է ինֆորմացիոն դաշտը աշխատում, ու ինձ համար կար մի քանի կարեւոր բաներ, որ ես ուզում եի հասկանալ հասարակության հենց այդ ըմբռնության փաստերը։ Առաջի ամենակարևոր բանը, որ ես տեսա ու ուզում եմ արձագանքեմ, որ բոլորս դա ընդունենք, դա նա է, որ մեր հասարակությունը ընդունակ է ապաթիայից դուրս գա ու գնա ընտրությունների։ 59% դա 1.450.000 մարդ գնացել է ընտրությանը։ Սա նշանակում է, որ մեր հանրապետությունում կան քաղաքացիներ, որոնք հասկանում են, որ պատասխանատվությունը իրենք են կրում։ Որենք գնացել են ընտրությանը, սա շատ կարևոր բան է, որ քանի որ ես զբաղվում եմ հոգեբանական պատերազմով, սա ինձ համար արձանագրելի է, որ նշանակում է, որ մեր քաղաքացիները ընդունակ են ապաթիայից դուրս գալ ու պատասխանատվություն վերցնել։ Եթե համեմատենք անցած ընտրություններին, սա երևի Հայաստանում ամենաառաջի մեծ քանակի ընտրության տոկոս է։ Սա առաջի կարևոր բանն է, որ պետք է մենք հաստատենք, որ մեր հասարակությունը առողջ է։ Երկրորդ կարևոր բանը, եթե նայենք դինամիկայով 2018 թվականին, 21 թվականին, մեկ էլ 2026 թվականին, իշխանության տոկոսը ընտրությունների արդյունքում ընկել է։ Սա նշանակում է, որ իշխանությունը այսօրվանից պետք է հասկանա, որ մենք ունենք քաղաքացիներ, մեծ մաս քաղաքացիների կեսից ավելը չի ընդունում այն, ինչ անում է իշխանությունը, ու իշխանությունը արդեն պետք է հաշվի առնել այդ կարծիքը։ Սա շատ կարևոր բան է, եւ դա իշխանության համարել է մեսիջ, եւ հասարակության համարել է դա մեսիջ, որ պետք է մենք ինչ-որ մի ձևի մեր ինքներս մեր հետ սկսենք պայմանավորվել որովհետև կա Հայաստանում տարբեր շահեր, տարբեր մտածելակերպ, այդ տարբեր մտածելակերպները պետք է սկսեն իրար հետ համագործակցել։ Սա էլ է շատ կարևոր բան, ու այս կարևոր բանը երևի որպես case երևաց Արտուր Օսիպյանի ազատագրման պայքարի շրջանում, երբ որ ազատման պայքարի շրջանում, երբ որ հավաքվեցին մարդիկ ոչ թե որոնք ունեին եւ ընդդիմադրական մտածելակերպ եւ քաղաքական իշխանության կողմնակիցներ էին։ Ու սա շատ կարևոր բան է, որ ասում է, որ մեր հասարակությունը առողջ է ու կարող է կարևոր թեմաների շուրջ համախմբվել
ու սա պետք է մենք արձանագրենք ու հասկանանք, որ սրա վրա պետք է աշխատենք։ Կներեք, Արտուր Օսիպյանի օրինակը բերեցիք, կշարունակեք իհարկե կետերով, այստեղ որ դուք ասում եք եւ ընդդիմադիրները եւ իշխանություններին սատարողները հավաքվեցին եւ միասին պայքարեցին։ Սա Արտուր Օսիպյանի անձի հարցներ, թե երևույթի խնդիրներ այստեղ անհանգստացնում երկու կողմին էլ։ Ինձ թվում է ընդհանրապես Արտուր Օսիպյանի կերպարի շուրջ չէր սա։ Չէր։ Չէ, ոչ, սա խնդրի եւ փաստի շուրջ էր, երբ որ քաղաքացիները հասկացան, որ կա մարդու իրավունքների խնդիր Հայաստանում, այդ խնդիրը դա ոչ թե մենակ Արտուր Օսիպյանինն է, բոլորինն է։ Ու սա համախմբեց մարդկանց, սա շատ կարևոր բան է, որը պետք է մենք հասկանանք։ Բայց շարունակելով ուզում եի մի քանի կետի վրա էլ շեշտում անեի։ Ինձ համար որպես մասնագետի շատ հետաքրքիր էր, թե ինչպես կարող է աշխատել շոուն որպես տեխնոլոգիա, որովհետև մի քանի կուսակցություն ամբողջ ընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործում էին շոուն որպես տեխնոլոգիա, չօգտագործելով դասական կուսակցական մեթոդաբանություն, օրինակ, ասենք, իրենք ոչ թե հիմնվել էին իրենց կուսակցական ծրագրի վրա, այլ հիմնվել էին շոու տեխնոլոգիաների վրա, թրոլինգի, խեյթինգի տեխնոլոգիաների վրա, որի շնորհիվ ուզում էին ուշադրություն գրավել տարբեր հասարակության հենց այդ աուդիտորիաների։ Ու շատ կարևոր է, որ այդ կուսակցությունները շատ քիչ տոկոս հավաքեցին։ Ուսան մյուս կարևոր բանն է, որը նշանակում է, որ մեր հասարակությունը ուզում է ռեալ պատասխանատու կուսակցություններ, որ լինեն քաղաքական դաշտում։ Մեր հասարակությունը չի գնում շոուի վրա ու ինքը չի արձագանքում մենակ այն վիզուալների վրա, որը իրեն ցույց են տալի։ Եթե թույլ տաք, ուզում եմ օրինակ բերեմ DMM-ի կուսակցությունը, որոնց տղաների հետ, որոնք այնտեղ են, հիմնական տղաների հետ, ես բոլորի հետ էլ ծանոթ եմ, իրենք շատ լավ տղաներ են, մեծամասնությունը պատերազմ անցած, հերոսի կերպար ունեցող մարդիկ են, բայց իրենք որոշեցին օգտագործել այս խեյթինգի մեթոդիկան։ Ինչ շատ հետաքրքիր էր, կստացվի Հայաստանում, թե չէ։ Ես ի սկզբանե մտածում Այդտեղ գրոտեսկ, սարկազմ, ամեն ինչ կար։ Ամեն ինչ։ Իրանք ուզում էին հիմնվել 18-ից 30 տարեկանների վրա, որը Հայաստանում մոտ 16% է։ Դա որ պատկերացնեք 495,000 մարդ է։ Ու երևի հենց այդ աուդիտորիան կարող էր դառնալ իրենց էլեկտորատը, բայց չստացվեց։ Ու ինձ թվում է, որ սա ունեցավ եւ նեգատիվ էֆեկտ։ Օրինակ, պատկերացրեք այս տղաները, որոնք առանձին իրենք շատ լավ կերպարներ են, հերոսի կերպարներ են, իրենք արդյունքում բերեցին նրան, որ հենց այդ հերոսի կերպարը հասարակության մեջ ասոցացվեց այ խեյթինգի հետ։ Սա կարող է բացասական էֆեկտ բերի, բայց եթե իրենք օրինակ օգտագործեին հենց այդ հերոսի կերպարը որպես իրենց քարոզարշավ, դա պաթոսային կլիներ, կարող է պաթոսային լիներ, բայց մեր հասարակությանը այսօր հենց այդ ուժի կերպարն է պետք, որը ոչ մեկը չներկայացրեց եւ ուժեղ Հայաստանն էլ ցույց չտվեց, որ ինքը իրականում ուժեղ է։ Ու սա այն կարևոր բաներն է, որը պետք է հլա մենք վերլուծենք ու հասկանանք, թե իրականում մեր հասարակությունը ինչ է ուզում։ Ինձ թվում է, որ հասարակությունը արել է այսպիսի ընտրություն, որպիսի արել է, որովհետև հասարակության դեմ են դրել կարևոր նարատիվ։ Դուք ընտրում եք Ռուսաստանին, թե ոչ։ Չի եղել ընտրություն, ընտրում եք Ռուսաստան, թե Արևմուտք, եղել է մենակ մեկ ընտրություն։ Դուք ընտրում եք Ռուսաստան, թե ոչ։ Եթե խոր վերլուծենք նարատիվային աշխատանքները, որը իշխանությունն արել է, սա ամեն ինչ պտտվում էր այս գլխավոր նարատիվի շուրջ ու հասարակությունը հստակ ասել է ոչ, մենք չենք ընտրում Ռուսաստանը, մենք չենք ընտրում ռուսկի միրը որպես գաղափարախոսություն, չենք ուզում դառնալ գուբերնիայի մի մաս, այսա է հասարակությունը ընտրել։ Ամբողջ հասարակությունը ոչ։ Իհարկե, ես ընտրության մասին եմ եւ արդյունքները սա է ցույց տալի։ Ու եթե մենք վերցնենք այն
իրական փաստերը, որը մեզ ցույց են տալի, չգիտեմ ինչքանով են դա ճիշտ, լա երևի պետք է հաստատեն կամ չհաստատեն, բայց այն փաստը, որ ընդդիմությունը չի հայտարարում, որ կան ինչ-որ լուրջ խախտումներ, դա նշանակում է, որ պլյուս մինուս 49%, որը քաղաքացիական պայմանագիրը ստացել է, դա իրականության մոտ է։ Բոլոր էքսպերտային գնահատականները մինչ ընտրություն հայտարարում էին, որ ԿՊ-ն 40% ունի։ Ու իրականում դա տենց է 38, 40, հա, ու եթե մասնակցությունը ինչքան շատ լինի, այդքան իրանց տոկոսը կիջնի դեպի 40։ Բայց 48-ը բավականին թիվ է, 50-ին մոտ է, ճիշտ է 50 չէ։ Բերեք ուրիշ ձևի նայենք։ Հիմա նայեք, ուժեղ Հայաստանը ստացել է 23%։ Բոլոր հետազոտությունները միջև ընտրություն նույն ձևի հայտարարում էին, որ 23-ից 25%, կային հետազոտություններ, որոնք ասում էին 30% հնարավորություն ունի, դա նշանակում է, որ իրենց հենց այս տոկոսը համապատասխանում է այն վերլուծության, որը եղել է։ Հայաստան դաշինքը մոտավորապես 10% է ստացել։ Ու դա միշտ էլ իրենք այդ իրենց էլեկտորատն է, որը միշտ 10% իրենց բերում է։ Հիմա նշանակում է, որ այս երկու խոշոր ընդդիմադիր ուժերը ստացել էին այնքան, որքան էքսպերտներն ասել են։ Հիմա նայեք հետաքրքիրը որն է։ Այլ դրանից հետո մնացած այն փոքրները, այնտեղ է հետաքրքիր process-ներ գնում։ Օրինակ, ինձ թվում էր, որ երկու փոքր կուսակցություն 5%-ի բանը կանցնեն, 4%-ը կանցնեն։ Օրինակ, ինձ թվում էր, որ միասնության թևերը կանցնեն, ինձ թվում էր, որ Հայկ Մարությանը կանցնի, որովհետև այդ 5%-ը, այդ 4% իրանք այդ շանսը ունեին, բայց չանցան։ Ու եթե այն փոքրներին նայեք տոկոս ինչքան է իջել, հասկանալի է դառնում այդ 49%-ը որտեղից է ավելացել։ Ավելացել է այս փոքր կուսակցության էլեկտորատից անցել է այնտեղ։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ ընտրել են նրան, ով շանս ունի։ Շանս ունի անցնելու, թե շանս ունի դիմակայելու այդ ձեր ասած, այդ նարատիվը Ռուսաստանն ենք ընտրում, թե օգնում ենք այն ուժին, որը առավելագույնս կարող է դիմակայել, ես վերցնում եմ այն նարատիվը, որը օդում էսպես կախված է, որը Ռուսաստանին դեմ կլինի։ Եվ մենք ընտրում էինք, փաստորեն դուք այն հարցը, որ ասում եք, ինչ է իրականում ուզում հայ հասարակությունը, այդ իրականում բառը ես հիմա կհանեմ, որովհետև հետո մենք խոսենք իսկ իրականում ինչ է ուզում։ Ինչ հարցի պատասխան, ինչ հարցով ընտրողը մոտեցավ այդ ուրեմն ընտրելու։ Նայեք, կոգնիտիվ պատերազմը, կոգնիտիվ ոլորտի աշխատանքը ուղղված է նրան, թե մարդիկ ոնց են մտածում։ Եթե դու մարդկանց համար ֆրեյմ ես սարքում, սահմաններ ես դնում մտածելակերպի, դա բերում է նրան, որ մարդ որոշում է կայացնում այս սահմանների շրջանում։ Այսինքն այդ մանիպուլյացիան աշխատեց։ Չնայած դուք ամենասկզբում ասացիք, այո, չտրվեց, չընկճվեց, դուրս եկավ, գնաց, ընտրեց, այսինքն շոկից դուրս է եկել հասարակությունը, ապաթիայից դուրս է եկել հասարակությունը իր ուժը արդեն պատկերացնում է, որ ինքը իր քվեով կարող է ինչ-որ հարց լուծել, բայց ինչ հարց լուծել, ասում եք, որ այն ինչը որ այն սահմանները, ինչի մեջ դրել էին հասարակության կոպիտ գիտակցությունը, վախերը, կամ էլ ընտրություն կայացնելու սահմանները։ Ընտրություն կայացնելու սահմանները թելադրված, նա թելադրված գնաց մոտեցավ եւ ընտրեց Ռուսաստանի հետ, թե Ռուսաստանի հետ չէ։ Այո, թե ոչ, Ռուսաստանին այո, թե ոչ։ Դա էր ընտրության թեման։ Ու սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ հիմա այսինքն թելադրված, ստիպված է ժողովուրդը այդ հարցի պատասխանը։ Այո։ Տալ, ոչ թե որովհետև հիմա այդ իրականում բառը ես կմտցնեմ, ոչ թե իրականում դա է այն ինչին պետք է պատասխան այն հարցերն են, որոնք հուզում են այսօր հասարակությանը, այլ այդ դա իրական խնդիրն է հայ ժողովրդի այսօր։ Իհարկե։ Նայեք, հիմա դա ամենակարևոր մարտահրավերն է իշխանության համար, որտեղ իշխանությունը պետք է հասկանա, որ 49%-ը դա իրենց վստահությունը չէ,
49%-ը դա մարդիկ դեմ են դուս եկել ռուսական գաղափարախոսությանը։ Ասել են ոչ։ Հերիք է, մենք չենք ուզում։ Բայց դա չի նշանակում, որ այս հասարակությունը հասկանում է, թե իրենց ինչ են առաջարկում։ Ու սա կարող է բերի, չգիտեմ, մոտակա ժամանակաշրջաներում ուրիշ խնդիրներին ու հասարակության բողոքին ուրիշ քայլերի բերի, որովհետև մենք դեմներս ունենք լուրջ մարտահրավերներ, դա խաղաղության պայմանագրի քայլերն են, դա ինֆլյացիայի հարցերն են, որոնք սեպտեմբեր ամսին կարող են ավելի բարդանան, որովհետև գյուղատնտեսական խնդիրներ են եղել Պարսկաստանում այս տարի պատերազմի արդյունքում, փողի ֆինանսական ներս ու դուրսը Հայաստանին բարդանում է, Ռուսաստանի վիճակն է բարդանում, խորանում է կոնֆլիկտը Հայաստան-Ռուսաստան ապրանքի փոխանակման հարցերը, ու սա մարտահրավերներ են իշխանության համար։ Մենք չգիտենք մեր հասարակությունը ոնց կպատասխանի այս մարտահրավերներին։ Դա համար իշխանությունը պետք է հասկանա, որ 49%-ը դա չի նշանակում, որ մարդիկ իրենց վստահել են ու ասել են հիմա ինչ ուզում եք արեք, այլ դա նշանակում է, որ իշխանությունը պետք է հաշվի առնի այն մնացած տոկոսների կարծիքը, մարդկանց կարծիքը ու ճիշտ քաղաքականությունով զբաղվի։ Մեր հասարակությունը իրականում շատ բարդ հասարակություն է, մեր հասարակությունը չի տեսել ոչ մի ալտերնատիվ։ Նայեք, ամբողջ քարոզարշավի ժամանակ չկար մեկ կուսակցություն, որը ռեալ ծրագիր առաջարկեր։ Ներսին կրիզիսից դուրս գալու, արտաքին կրիզիսին դիմադրելու ոչ մեկը ոչ մի ծրագիր չի առաջարկել։ Ոչ մեկը չի առաջարկել գաղափարախոսություն։ Ոչ մեկը հայ մարդուն հայակենտրոն երազանք չի առաջարկել։ Դրա համար քաղաքացիներն ասում են, դե հիմա ունենք այս վիճակը, ավելի լավ է սրան դիմանանք լատենանք վերջը ինչի կգա, քան թե գնանք ընտրենք օրինակ Ռուսաստան։ Հասկանում եք, այդ ընտրությունը, հենց այդ կոգնիտիվ ընտրությունը ոնց է կատարում, երբ որ դու սահմանափակում ես մարդուն, ալտերնատիվ չես տալի, ինքը ինչից ընտրի, ինքը ընտրություն չունի։ Հիմա ես ուզում եմ կոչ անեմ բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր այն կուսակցություններին, որոնք ուզում են շարունակեն քաղաքական դաշտում աշխատել, ամեն ինչ նոր է սկսում։ Քաղաքականությունը դա մենակ 2 ամիսը չէ, քարոզարշավի ժամանակաշրջանում քաղաքականությունը դա երկարաժամկետ, սիստեմատիկ աշխատանք է, ու դա մենակ սոցցանցերում եւ մեդիայում ելույթ ունենալը չէ, դա աշխատանք է տարբեր խնդիրների 4 կողմ, դա ծրագրեր են, որը դուք պետք է պատրաստեք, եւ դուք պետք է այսօրվանից սկսեք, որ մեր քաղաքացիները հասկանան, թե դուք իրենցից ինչ եք ուզում, ինչ եք առաջարկում, որ 2031 թվականին կամ եթե ընտրությունները լինեն ուրիշ ժամանակաշրջաններում, դուք պատրաստ լինեք։ Եթե դուք այսպես չեք մտածում, դուք տեղ չունեք քաղաքականության մեջ։ Իսկ մեր 18 կուսակցություններից մեծամասնությունը սենց մտածելակերպ չունի, եթե ոչ բոլորը։ Հասկացեք, հնարավոր չէ ստեղծել կուսակցություն 2, 3, 6 ամիս միջև ընտրությանը ու գնալ ընտրությունի։ Ու դա հասարակությունը հասկանում է։ Լավ, մենք երկու հարցի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել։ Առաջինը այդ նույն Արտուր Օսիպյանի գործը ցույց տվեց, որ հասարակությունը կարող է իր խոսքը ասել, իր տեսակետը ունենալ եւ քաղաքակիրթ ձևով ոչ ըմբոստություն այսպես վառանել նստածույցով, չէ, այս անգամ եղավ եւ տարբեր նամակագրություններով կարողացավ ընդդիմանալ իշխանությունների գործելավոճին, այսինքն ոչ միայն քաղաքական հակակշիռ պետք է ունի այժմ իշխանությունը, այլ հասարակություն, ճիշտ է։ Քաղաքացիական։ Այո։ Կարելի է արձանագրել, որ սա այս օրինակը, չէ որ այդ 48 ու չգիտեմ քանի տոկոսը իշխանությունը ունեցավ զուգահեռաբար նստածույցի հետ միասին։ Այո։ Նստածույցի արկայության պարագայում, պայմաններում եւ դուք էլ ասեցիք, իշխանություններին սատարող ուժեր էլ կային այնտեղ նստած։ Այո։ Նրանք գնացին տվեցին, այո, իշխանություններին գուցե իրենց այոն ձայնը, բայց ընդդիմություն իդեմս ակտիվ քաղաքացիական շարժման
իշխանությունները կարող ենք արձանագրել, որ կա այսուհետ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ հասարակությունը կուլ չի տա այն, ինչը որ վերաբերում է իրավունքների խախտմանը, օրենքների զանցարարությանը, անգամ իշխանությունների կողմից։ Կարող ենք դա արձանագրել, թե ոչ։ Շատ բարդ հարց եք տալի, որովհետև նայեք, քաղաքական օպոզիցիա ես գտնում եմ, որ մենք չունենք։ Չունենք, ու այն օպոզիցիան, որ կա, ինքը ցույց է տալի, որ ինքը չի հասկանում մեր հասարակությունը ինչ է ուզում, ինքը չի հասկանում մեր հասարակության շահերը որն է, մեր ընդդիմությունը հասկանում է իրենց շահերը, բայց ոչ հասարակության շահերը, չի պատկերացնում հասարակության ցավերը, խնդիրները, մտածելակերպը, ու այս ընտրություններից հետո այն նեգատիվը, որը սոցցանցերում տարածում է, որ հասարակությունը այնպիսին չէ, դա ցույց է տալի, որ ընդդիմությունը չի պատկերացնում, թե մեր հասարակության մտածելակերպը, չի պատկերացնում մեր հասարակության արխետիպը։ Սա նշանակում է, որ դուք ընկերներ չեք աշխատել, պրոֆեսիոնալ չեք աշխատել մեր հասարակության հետ։ Ու սա նշանակում է, որ պրոֆեսիոնալ օպոզիցիա մենք չունենք, բայց միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքացիներ, անձեր, որոնք հասկանում են, որ 2018 թվի պայքարը ինչի համար է եղել, որոնք հասկանում են, որ մարդու իրավունքները շատ կարևոր բան է, որոնք հասկանում են, որ ուղղությունով պետք է գնա Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն քաղաքացիական, ակտիվ քաղաքացիական շարժում Հայաստանում հնարավոր է։ Այո, բայց դա ոչ կուսակցական դաշտ։ Ոչ կուսակցական, այո, դրա համար քաղաքացիական։ Հիմա կուսակցական երկրորդ հարցը, որի վրա ուզում էի ձեր ուշադրությունը դարձնել եւ ձեր մեկնաբանությունը ստանալ։ Առաջարկ պահանջարկի մասին է խոսքը եւ այդ նորից հետ եմ գալիս ձեր ձևակերպանը, ինչ է իրականում ուզում հայ հասարակությունը։ Դուք ասում եք, դիմում եք քաղաքական գործիչներին եւ ասում եք ամեն ինչ նոր է սկսում, չկար ծրագիր, չունեին առաջարկ, չգիտեն, լավ չեն ճանաչում հասարակությանը, իրենք ասում էին այնինչ իրենց է պետք, այլ ոչ թե այնինչ հասարակությանն է պետք։ Այդ սա ձևակերպումներն էին, ճիշտ է, նոր որ ասացիք։ Հիմա ես գալիս եմ պարզ ձևակերպմանը, մարքեթինգում, առաջարկ պահանջարկ։ Պահանջարկը դա հասարակության պահանջարկներն են, առաջարկնել, ուրեմն կուսակցությունները պետք է արձագանքեն, գոնե պոպուլիստական նկատառումներից ելնելով այդ առաջարկին արձագանքեն։ Դուք ասում եք ոչինչ չէր առաջարկվում, ինչու՞։ Ատարբերակ, ինչպես մի քիչ ավելի շուտ մենք ասացինք, որովհետև կաղապարված էր հասարակության ցանկությունը Ռուսաստանին այո ոչ, ու էլ ուրիշ ցանկություն չունի, դրա համար էլ բոլորը գալիս էին այդ վատ բառի ուզում ասեի, հոլովակներն էին ցույց տալիս, որոնք դաղում էին այսպես հասարակության գիտակցությունը, դրանով սահմանափակվում էին, ծայրահեղական, ծայրահեղացնում էին, ցավ էին պատճառում։ Դուք նրա մասին եք, որ Ռուսաստանից հայեր էին գալի, որ Չէ, ես նրա մասին եմ, որ ադրբեջանցիները գալիս են Հայաստան եւ մտնում են յուրաքանչյուրի տունը, իսկ հայը ոչ մի ձևով չի արձագանքում, նստած նայում է, թե նա ոնց է իր ատամի խոզանակը օրինակ դնում սեղանին։ Եվ հայը նստած նայում է, այսինքն հայը ոչինչ չի անում, հայը ականատես է, ոնց են իրան ոտնահարում եւ բան։ Դա ես մի օրինակը բերեցի, բոլորը տեսել են, որովհետև սոցցանցերը բաց են, բոլորն էլ տեսնում են։ Ես մեղմ ձևով նկարագրեցի այն, ինչը որ արվում էր հայ հասարակության գիտակցության եւ ենթագիտակցության վրա։ Դա տեխնոլոգիա է, բայց հետ գանք ձեր ասածին եւ առաջարկ պահանջարկ։ Եթե հասարակությունը չի կարողանում դուրս գա այդ կաղապարից, որը նրան ստիպում են մնալ այդ կաղապարի մեջ, Ռուսաստանին այո թե ոչ, այլ ունենա, ասենք թե, չգիտեմ, նոր ինձ մոտ մի քանի օր առաջ էլի քաղաքական գործիչներ էին, նրանք ասում են գյուղերում, իրանք այդքան չեն խորանում, իրենց պետք է իրենց հարցերի լուծումը ջրի մատակարարման հարցը պետք է լինի, գոյուղու ներողություն վարկերի հարցը պետք է լինի, ոռոգման ջրի հարց պետք է լինի, իրենք հազար ու մի կենսական խնդիրներ ունեն, մենակ այո ոչ չի Ռուսաստանին։ Եվ այսպես, արդյոք հայ հասարակությունը կարողանում է ձևակերպել իր պահանջարկը եւ արդյոք մենք ունենք քաղաքական գործիչներ, որոնք ի սրտե ցանկանում են լուծել, առաջարկել այդ պահանջարկի լուծումը, թե ամեն մեկը իրանց գործի սրանք պահանջարկ է, մնում է իր մեջ, գնում են մենակ
այն հարցին են պատասխանում, որին ուղղորդված են, իսկ իրենք էլ առաջարկում են այն, ինչ իրենց է պետք, որպեսզի գնան զբաղեցնեն այդ աթոռները եւ ստանան աշխատավարձ, ասենք 5 տարի եւս եւ պարգևավճարներ։ Ու քանի որ մենք երիտասարդ պետություն ենք, քաղաքական մշակույթը մեր մոտ ձևավորվելու փուլում է ու ես չեմ տեսնում քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են, թե ինչ պետք է արվի ու պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Սա ամենաբարդ ու ցավալի բանն է, որը ակնհայտ երևում է։ Ես հույս ունեմ, որ այս իրավիճակը կբերի նրան, որ կձևավորվի հայակենտրոն մտածելակերպ, գաղափարախոսություն ու նոր կուսակցական աշխատանք կտարվի, որ կձևավորվի ինչ-որ քաղաքական դաշտ, որը կմտածի հայ մարդու մասին ու հայակենտրոն կլինի, ոչ թե ռուսակենտրոն կամ արևմտամետ կամ էլ չգիտեմ թուրքական շահերի մասին կմտածի։ Ու բավականին մեծ քանակի երիտասարդներ էին մասնակցում այս 18 կուսակցությունների մեջ ու երևի սա կբերի նրան, որ նոր ձևավորում կտեսնենք, իմ հույսը դրա մեջ է, բայց այս պահին ես չեմ տեսնում այդպիսի մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ պետք է արվի, որովհետև դեռ մենք չունենք դասական կուսակցական գաղափարախոսություններ էլ չունենք։ Ոչ մի կուսակցություն մեզ տենց էլ չհայտարարեց իրենք ուր են ուզում մեզ տանեն, ինչ իրենք ունեն թիմեր, թե չունեն թիմեր։ Դաժե իշխանական կուսակցությունը մեզ ցույց չտվեց, իրենք ունեն ֆինանսի նախարար, որը կարող է, որը աստղ է միջազգային կամ մեր տարածաշրջանի մակարդակում, որը կարող է մեր ֆինանսական մասնագետներ, հա։ Այո, տնտեսագետներ չունենք։ Մեզ ցույց չտվեցին այդպիսի մասնագետներին, դա հասարակություն հասկանում է։ Եվ հանդուրժում է։ Այո։ Եվ ընտրում է միայն առաջի դեմքին, այսինքն մենք ասում էինք, մենք ազգային ժողով ենք ձևավորում, բայց իրականում, որ ասում էինք քաստինգ է վարչապետացուների ներողություն կոպիտ է հնչում շատ, ներող եղեք, բայց այդպես է ժողովրդի մեջ, վարչապետների քաստինգ է, լինի դա Թաթոյանը, լինի դա Փաշինյանը, լինի թե դա Գուրգեն Սիմոնյանը, լինի, չգիտեմ, Այդ է, որ մշակույթը չի ձևավորվել միջև վերջ մեր մոտ ու սա նոր փուլ ենք մտնում, որտեղ այդ մշակույթը պետք է ձևավորվի։ Հետամնաց ենք։ Չէ, հետամնաց հետ կապ չունենք։ Հատուկ արված տեխնոլոգիա է, որպեսզի հասարակությունը չզարգանա, չմտածի։ Առաջինը մեր դեմ լուրջ աշխատանք է տարվում, որ մենք չկարողանանք դուրս գանք մտածենք այդ մակարդակի։ Երկրորդը հասարակությունը այնքան խորը ու ամենօրյա խնդիրներ ունի, որ չի հասցնում մտածել այդ տենց բաների մասին, ինք ուզում է հենց այսօրվա խնդիրը լուծի։ Վարկի հարց լուծի կամ երբ որ ինչ-որ մեկը այդ վարկի հարցը լուծում է, ինքը համարում է, որ հարցը լուծված է եւ կարելի է այդ մարդու հետ կապել։ Դա սարսափելի է, դա չեղավ պետական այր։ Դա եղավ հարց լուծող գյուղապետի մակարդակով։ Բայց դա նորմալ է, երբ որ քո կուսակցությունները 5 տարվա մեջ չեն աշխատում, ու աշխատանք են սկսում 6 ամիս առաջ մինչև ընտրությունը, կամ 2 ամիս առաջ մինչև ընտրությունը, ու հասարակությունը գնահատելով ասում է, այս մեկին ես արդեն 5 տարի եմ տեսնում, սրանց նոր եմ տեսել։ Հիմա իմ ասածը հենց սրանում է, որ ժողովուրդ ոչ թե քննադատեք հասարակությանը, այլ դուք աշխատեք։ Այսօրվանից մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ մեր հանրապետությունում։ Աշխատեք այդ խնդիրների 4 կողմը։ Աշխատեք որպես ընդդիմություն իշխանության դեմ, բարձրացրեք տարբեր հարցեր։ Ու իշխանությունը ամեն օր սխալներ է անում, աշխատեք այդ սխալների 4 կողմը, աշխատեք նրա համար, որ ձեզ ճանաչեն, որ հասկանան, որ դուք պրոֆեսիոնալ եք, որ դուք ծրագրեր ունեք։ Դրա համար պահանջը լինի դրա, ամբողջ իմ հարցս դա է։ Հասարակությունը պահանջ ներկայացնում է նման, թե ոչ, հասարակությունը արձագանքում է, թե միայն վրդովում է, իրար մեջ քննարկում են, իրար մեջ ասում են, այս ազգային ժողովը նախորդի մասին օրինակ։ Տոկոսները ցույց են տալի, որ հասարակությունը դա հասկանում է։ Հասկանալը մեկ բան է, հաջորդ քայլը կապը, ազդելը
Բայց դուք ո՞նց եք պատկերացնում, Չգիտեմ, հասարակությունը ո՞նց պետք է, հասարակությունը ունի մենակ այդ հնարավորություն, ձայն տա կամ ձայն չտա։ 5 տարի հետո, այսինքն սպասի 5 տարի։ Եթե հիմա հասարակությունը այս ընտրությունին քեզ ասում է, որ դու եթե 2 ամիս առաջ ես սկսել աշխատել, 6 ամիս առաջ ես քեզ չեմ վստահում, սա նշանակում է, որ ինքը քեզ ասում է գնա աշխատի։ Սենց ավել ոնց հասարակությունը բացատրի։ Իշխանությունն էլ ունի լծակներ, գնում է հիվանդներություն, դպրոց մանկապարտեզ է բացում եւ ասում է ես դպրոց մանկապարտեզ եմ բացել, դուք ինձ պետք է ձայն տաք։ Դրա համար էլ իշխանությունը անցած անգամ ստացել էր 60%, հիմա ունի ավելի քիչ։ Չնայած նրան, որ օգտագործել է ամբողջ հնարավոր ռեսուրսները։ Սա է ցուցանիշը, որ հասարակությունը այս պահին հնարավորություն ունի։ Մենք բոլորս հասարակության մի մաս ենք։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ սա մեր պետությունն է, ու եթե ինչ որ մեկը որոշել է մտնել կուսակցական դաշտ, ստեղծել կուսակցություն ու զբաղվել քաղաքականությունով, այդ մարդը պետք է հասկանա, որ սա խաղալիք չի, երբ որ դու 2 ամիս առաջ որոշեցիր մասնակցես, սա աշխատանք է ու շատ երկարաժամկետ աշխատանք է։ Այստեղ դուք 4-րդ կետ ունեք, ձեր փաստերը շարունակում ենք դիտարկել, դուք ասում եք պետք է ընդունել, որ Հայաստանը պարզապես թույլ եւ անարդյունավետ ընդդիմություն չունի, այսինքն նախադասությունը մի քիչ այլ ձևով կձևակերպի, համենայն դեպս Հայաստանը ոչ թե թույլ եւ անարդյունավետ ընդդիմություն ունի, այլ Հայաստանի ընդդիմությունը նա է, որ մեծապես կորցրել է կապը իր սեփական ժողովրդի շահերի հետ։ Այո։ Ընդդիմությունը մեծապես կորցրել է կապը սեփական ժողովրդի շահերի հետ։ Իշխանությունները, չնայած Փաշինյանը ամեն կերպ ցույց է տալի, որ ես մեկն եմ ձեզանից, չէ, իր բոլոր գործողություններով եւ այդ դրսևորումներով, բայց իշխանությունը ունի կապը ժողովրդի հետ, ընդդիմությունը չունի կապ ժողովրդի հետ։ Ինձ համար կարևոր է վերլուծություն անել, թե ինչ այն չարեցին ընդդիմությունները։ Իշխանություն, ընդդիմություն եկեք միասին դիտարկենք, որովհետև երկուսի միջև էր ընտրությունը կատարում Այո, բայց մենք պետք է հասկանանք ինչ սխալներ ունեցավ ընդդիմությունը, որովհետև դրա հիման վրա Եթե դա եք ուզում դիտարկել։ Որ ասեմ ինչու, որովհետև իշխանությունն ունի իշխանություն, ունի ադմինիստրատիվ ռեսուրսներ, ունի հնարավորություն օգտագործել այդ ռեսուրսները, որ կապ ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Դա սկսած առողջապահության նախարարության միջոցով, ավարտած գյուղատնտեսության, ինչ որ սուբսիդիաների, բաների միջոցով, բայց դրա համար դա քննադատելը այս պահին այդքան է կարևոր չէ, կարևոր է հասկանալ, թե ընդդիմությունը ինչ այն չարեց։ Դրա համար ես երբ որ նայում եի այդ անկյունից, նայեք, եթե վերցնենք ամեն մի կուսակցություն, օրինակ վերցնենք Ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը, իրենք առանձին Հայաստանի քաղաքացուն ինչ առաջարկեցին։ Հրաժարվել Նիկոլ Փաշինյանից եւ վերջ։ Բայց սպասեք, քաղաքացին ասում է, օքեյ, հրաժարվեմ։ Ես մի անգամ այս իրավիճակի մեջ եղել եմ։ Հրաժարվեցի այս մեկից, բայց չհասկանալով թե ինչ է լինելու։ Հիմա դուք ինձ ասում եք հրաժարվի։ Օքեյ, հրաժարվեմ։ Ինչ եք առաջարկում։ Ռուսաստանը մեր լավ գործընկերն է։ Հաջորդ Այո, դրա համար էլ քաղաքացիներն ասեցին, որ մենք գիտենք Ռուսաստանն ով է, մենք դեմ ենք Ռուսաստանին, մենք մերժում ենք ձեզ։ Այսինքն էլի Ռուսաստանի 4 կողմի պատտվում ամբողջ։ Այո, հիմա նայեք, ընդդիմությունը նույն նարատիվը, որը Ռուսաստանի 4 կողմն էր, նույն նարատիվն օգտագործեց։ Դրա համար միջև հետ ես ասեցի, որ Ռուսաստանի 4 կողմն էր այս նարատիվը, բայց ես ձեզ ասեմ ավելին, Ռուսաստանը նենց չի, որ պարտվել է իր շահերը կորցրել է Հայաստանում։ Ռուսաստանի մոտ ամեն ինչ էլ ոնց կար, նենց էլ մնացել է, ոչ մի բան չի փոխվել։ Ռուսաստանին այս իրավիճակը գիտեք ինչի համար է պետք, որ Ռուսաստանում ներսում ստեղծի նոր թշնամու կերպար։ Ռուսաստանը հիմա ունի շատ բարդ իրավիճակ Ուկրաինայի հետ։ Ու ինքը պետք է ներսի աուդիտորիային նոր թշնամու կերպար ստեղծի։ Ու հայի կերպարը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ հայի կերպարն է դա լինելու։ Ու այդ հայի կերպարը ներսի հայերի կերպարն են լինելու։ Ավելի պարզ ասեք։ Նայեք, հայ մեջ է թշնամի ձևավորում։ Ոչ, նայեք, պատերազմից վերադառնում են մարդիկ։ Այդ մարդիկ պետք է ունենան ֆինանսական շահեր։
իրենք պատերազմի ժամանակ մեծ եկամուտ են ստացել։ Հիմա այդ շահերը պետությունը չունի, որ ապահովի։ Դուք Ռուսաստանի մասին եք։ Ռուսաստանի մասին եմ խոսում։ Հիմա նայեք, Ռուսաստանը պետք է ներսում ստեղծի ներսի թշնամու կերպար։ Այդ ներսի թշնամու կերպարը լինելու է հայը։ Ու ներսի կապիտալի փոփոխությունները լինելու։ Ու ինքը աշխատելու է ներսում, որ հայերի կապիտալը գնա այն մարդկանց մոտ, ովքեր մասնակցել են պատերազմին։ Դա Ռուսաստանի շահն է, Ռուսաստանի հետաքրքրությունն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը չի աշխատել նրա համար, որ իշխանությունը Հայաստանում պարտվի։ Ռուսաստանը ոչ մի մեծ բան չի արել։ Ինչու՞, Որովհետև ինք ուներ կոնկրետ շահեր, որ ներսի թշնամի ստեղծել, հիմա թշնամի ստեղծեց, ներսի հայերի կերպարը վատաբեկեց, աշխատելու է հետո այդ կերպարի հետ, բայց մեր կառավարության հետ ինքը իր հարաբերությունները շարունակելու է։ Okay, շարունակելու է տարբեր շանտաժի մեթոդներով, տարբեր սպառողական ինչ-որ պայմանագրությունների մեթոդներով, բայց դա Ռուսաստանի քաղաքական պոզիցիան է տարբեր պետությունների հետ, դա մենակ Հայաստանի հետ չի։ Նա ձեռագիրն է, Ռուսաստանի ձեռագիրն է։ Հետ գանք էլի, բայց ոչ միայն Ռուսաստանի 4 կողմներ պտտվում, այ դուք ասեցիք, մենք եկանք այն թեզին, որ հրաժարվենք, ինչ էր առաջարկում օպոզիցիան, հրաժարվենք Նիկոլ Փաշինյանից, որովհետև ոչ միայն որովհետև եւ գնանք Ռուսաստանին, բերենք որպես երաշխավոր, գործընկեր եւ այլն, այստեղ Թուրքիայի գործոնը եւս պտտվեց։ Այդ օրինակը, որ ես բերեցի, այդ տեսահոլովակները, դրանք ադրբեջանցու խուժումն էին եւ ներողություն Հայաստանի թուրքացման ձևակերպում, թուրքացում ձևակերպումը։ Եթե Ռուսաստանը դուրս է գալիս է Թուրքիան։ Դա էր, ուրեմն նաեւ դրա էլի Ռուսաստանի 4 կողմն է իհարկե, բայց օգտագործելով թուրքական Թուրքիայի թեման։ Հիմա եկեք դա տեսնենք։ Դա աշխատեց թե չաշխատեց։ Երևի թե աշխատեց վախերի վրա, չգիտեմ ինչի վրա։ Դա էլ տեխնոլոգիա է, չէ։ Իհարկե, դա էլ տեխնոլոգիա է։ Այստեղ գիտեք հարցը ինչու՞մ է։ Հարցը նրանում է, որ այդ 300,000 ներողություն ադրբեջանցիների թեզը, պրոբլեմը կա։ Ոչով չի ասում։ Բայց ես ձեզ որպես սոցիոլոգ ասեմ, Ադրբեջանում այդքան ադրբեջանցի չկա։ Իրենք ունեն լուրջ խնդիր, որ Արցախ մարդիկ տեղափոխեն։ Իրենք չունեն 300,000 մարդ, բայց սա ուրիշ հարց է, սա կոգնիտիվ պատերազմի հարց է, որը իրենք շատ պրոֆեսիոնալ մակարդակի վարում են։ Երևի այս թեզը երկարաժամկետ էր աշխատում ու դա մեր ընդդիմությունը չի սկսել, այլ մեր թշնամին է սկսել ու չգիտեմ, խի դա չաշխատեց։ Չէ, դա ունեն իրենք, այդ ականը իրենց մոտ սեղանի տակ պահված է։ Այո, ես ուզում եմ ասել, խի դա մեր հասարակության վրա չազդեց։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում, սա խոր աշխատանք է, որը պետք է վերլուծվի։ Ես չեմ հասկանում ինչի Սյունիքն է այդպիսի ընտրություն կատարել, որտեվ այնտեղ իշխանության ռեյտինգը շատ բարձր տոկոսներ ցույց տվեց։ Սա շատ հետաքրքիր է, պետք է վերլուծություններ արվի, հասկանալ, ընդհանրապես պետք է բոլոր մարզերի արխետիպը վերլուծվի, պատկերացնենք, թե ինչ է կատարվում, մեր մարզերը ինչ են ուզում։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, ինչու չաշխատեց։ Թրիփը տալիս է նոր հեռանկարներ եւ պաշտպանություն Սյունիքին։ Ես բերում եմ այն դուք մտածում եք, որ Սյունիքը հիմնականում դա գյուղեր են։ Դուք մտածում եք, որ գյուղի ապրող քաղաքացին մտածում է թրիփի մասին։ Ինչ է մտածում։ Ինչու է մտածում է իր առօրյայի խնդիրների մասին։ Փաշինյանին ինչու է ձայնը տալիս։ Ձեզ դա զարմացրեց։ Դա ինձ զարմացրել է։ Ես չգիտեմ ինչի է ձայնը տվել, որովհետև երևի իշխանությունը այնտեղ ավելի որակով է աշխատել, քան թե ընդդիմությունը։ Դե երևի նորից նման, համենայն դեպս հարցականներ են, ձեզ մոտ եւս եւ դա ոչ միայն շատերն են վերլուծում եւ ամբողջ ընդդիմությունն է վերլուծում եւ այն կուսակցությունները, որոնք շատ ակտիվ նախընտրական շրջան անցկացրեցին, նրանք էլ են վերլուծում իրենց 0 կամ 1%-ները, 0 չգիտեմ ինչ, 35, 38 եւ 1-2%-ները, բոլորը վերլուծում են եւ բոլորը տարակուսանք են ապրում։ Դա շատ զարմանալի էին այս արդյունքները, ձեզ համար զարմանալի էին։ Ոչ։
ակնհայտ էին, իհարկե տոկոսային կան բաներ, որը ես ուրիշ ձև էի պատկերացնում, ես պատկերացնում էի, որ մոտ 2 փոքր կուսակցություններ էլ կանցնեին ազգային ժողով, բայց խոշոր ընդդիմությունների տոկոսը նույն ձև էի պատկերացնում։ Չէի պատկերացնում 49% իշխանության վստահությանը, բայց նույն ձևի պատկերացնում էի 40-45%։ Ուզում եմ ասեմ, տարբերությունը այդքան էլ մեծ չէին։ Սպասելի էր, հա։ Ուրիշ բան է, որ ընդդիմությունը ոչ մի պրոֆեսիոնալ քայլեր չի անում, եթե կան ինչ-որ խախտումներ, ընկերներն ու արձագանքեք, դիմեք դատարան, աշխատանք տարեք։ Տեսնենք ինչ է լինելու։ Գովազդ հայտարարենք եթերում, կվերադառնանք, շարունակենք, դուք դեռ ստեղ կետեր ունեք, որոնք առանձնացրել եք։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, Հայկ Տրունյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու պարոն Տրունյան, ամփոփում ենք, վերլուծում ենք ընտրությունների արդյունքները, գոնե այն արդյունքները, որը այսօր ունենք, այնտեղ տարբերություն կարող է լինի, վերջնականը հունիսի 14-ին կիմանանք, եւ մի շարք հարցեր եք դուք առանձնացրել։ Ձեր ընտրությամբ ինչի մասին խոսենք, որտեղ ժամանակը շատ չի մնացել։ Ինչ եք առանձնացրել։ Ես առանձնացնել եմ մի հատ կարևոր բան, որի մասին կուզեի խոսենք, նայեք, հիմա սա ցավալի հնարավորություն է, որ մենք ձևավորենք հայակենտրոն գաղափարախոսություն։ Նորից արդեն հասկանալի է հասարակության համար, որ մենք չենք ուզում
ռուսական վեկտոր, բայց մոտակա ժամանակաշրջանները եւ ցույց կտան, որ մենք ուրիշ ալտերնատիվ կենտրոնել չենք գնում։ Ոչ գնում ենք արևմուտք, ոչ գնում ենք ինչ-որ միտեղ, որովհետեւ մեզ տենց էլ ցույց տվեցին, թե մենք ուր ենք գնում։ Օրինակ, նայեք, Մոլդովայում երբ որ եվրոպական պետությունները աջակցեցին Մոլդովայի այն տեխնացուին, որոնց կարծում էին եվրոպական, դեսպանները քարոզարշավի ժամանակ այդ մարդու հետ էին։ Մեր մոտ մենք տենց բան չտեսանք։ Սա նշանակում է, որ մենք դեռ չենք պատկերացնում, թե ուր ենք գնում։ Ու մոտակա ամիսները, մոտակա տարին ցույց է տալու, թե ինչ խնդիրների դեմ ենք մենք կանգնելու։ Սա մեր հասարակության համար ու մեր մտահոգող եւ գաղափարող խոսություն ունեցող մարդկանց համար շանս է ձևավորել հայակենտրոն գաղափարախոսություն։ Սա ցավալի շանս է, որովհետեւ մենք կարող ենք ունենալ տարբեր շահերի կորուստներ, բայց ոնց որ տեսնում ենք ուրիշ ձև չի լինում, որ սա կարողանա աշխատի։ Դա համար ես կուզեի կարևոր բանս, որը որպես մեսենջ ուղղեի, դա նա է, որ աշխատեք, հնարավորությունները բացվում են, ցավալի են լինելու արդյունքները, բայց սա շանս է, որ մենք փորձենք ձևավորել հայակենտրոն գաղափարախոսություն, որովհետև արդեն ակնհայտ հասկանալի է, որ չկա ինչ-որ արտաքին ուժ, որը գալու է մեր տեղը, մեր հարցերը, մեր խնդիրները լուծել, ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը դա չի պատրաստում անի, դա մենք պետք է անենք։ Հիմա եթե մենք ուզում ենք մնանք որպես պետություն, որպես քաղաքակրթություն, որպես քաղաքացիներ, որոնք ուզում են ապրեն այս տարածաշրջանում, պետք է աշխատենք։ Պետք է աշխատենք, այսինքն դուք որ ասում եք ուր պետք է գնանք, ձեզ կպատասխանեն ինչ անպայման է Հայաստանը ինչ որտեղ գնա։ Ես հենց դրա մասին եմ, որ Հայաստանը պետք է մնա այստեղ, ուրիշ ոչ միտեղ պետք է չգնա։ Մնա այստեղ, սա էլ էր քննարկվում, հայակենտրոն է կոչվում, ասում էին դեպի Ռուսաստան, դեպի Արևմուտք եք տանում, իսկ մենք ասում ենք, մենք պետք է մնանք Հայաստանում, եւ ահա, այստեղ երկու տարբերակ։ Արևմուտքը Եվրոպան ինքը պետք է գա այստեղ, որովհետեւ մենք Եվրոպա ենք։ Եվ երկրորդը, ասում են, ոնց ես դու մնում, եթե դու չունես այն հզորությունը, որը պետք է պետությանը, որպեսզի նրան ոչ թուրքը կլանի, ոչ ռուսը գա քեզ իշխի, այդ ռուսկի միրի մաս դարձնի, գուբերնյան, հիշում ենք եւ այդ վիլայեթը հիշում ենք, այդ ամենը ինչը մեզ այս շրջանում շրջապատում էր, այդ խոսակցությունը։ Ասում են դու հայակենտրոն, նրանք ովքեր խոսում են հայակենտրոնության մասին, նրանք կտրված են իրականությունից։ Դու չես կարող լինել հայակենտրոն, որովհետև դու թույլ պետություն ես։ Ինչ եք պատասխանում այդ ոչին հայակենտրոնության ոչ ասողներին, չհավատացողներին եւ այլի վաղ տարածողներին։ Ձեզ սա կուտի, նա կուտի, սաղ կուտեն 4 կոմա։ Ով կա, սաղ կուտի։ Նայեք, ես այդ մարդկանց խորհուրդ եմ տալի հետազոտել, թե ինչ է նշանակում քաղաքակրթական պետության մոդելները։ Մենք ձեր եթերներում շատ ենք խոսացել դրա մասին, հիմա աշխարհը գնում է քաղաքակրթական պետությունների մոդելներին, ոչ թե ազգ պետություն, այլ քաղաքակրթություն պետություն, որտեղ հիմքը դա մշակույթն է։ Ես արդեն երկար ժամանակ հետազոտություններ եմ անում այ քաղաքակրթություն պետությունների մոդելների շրջանակում եւ հասկանում եմ, որ մեր քաղաքակրթությունը հնարավորություն ունի ազդի մոտ 100 միլիոն մարդկանց վրա։ Կամ մենք պետք է ձևավորենք մեզ որպես հայկական քաղաքակրթության կենտրոն ու աշխատենք սրա շրջանակում, կամ մենք չենք ունենալու ընդհանրապես շանս։ Ու այդ մարդկանց, ովքեր դրան չեն հավատում, ես կարող եմ ասել, որ դա նշանակում է, որ դուք չեք հավատում ձեր իդենտիֆիկացիային, թե դուք ինքներդ ձեզ չեք գտել։ Բերեք առաջինը գտնենք մեզ, հասկանանք մեր տեղը որն է, զբաղվենք, որ մեր տեղը ամրապնդվի, ու հասկանանք, թե մենք ուրիշներին ինչ կարող ենք տալ։ Գիտեք ինչ, ես հազվադեպ եմ անեկդոտ հիշում, այսինքն պատմում եթերում, բայց այստեղ ես հիշեցի մեկ անեկդոտ։ Գուցե նման է, ներող եղեք այդ համեմատության համար։ Մեկ մարդ գալիս է բժշկի մոտ եւ ասում է՝ բժիշկ, ինչ անեմ, ինձ թվում է ես ցորեն եմ ու սաղ բոլորը ինձ ուզում են ուտեն, հավեն։ Ես բոլորին, որ նայում եմ, ինձ թվում է նրանք հավեր են,
ակլորները ինձ ուզում են ուտեն։ Այս բժիշկը իրեն բուժում է, հետո գալիս է այդ մարդը նորից, ասում է հա բուժվեցիր, հա ասում է, ես արդեն տեսա, որ այնտեղ մարդիկ են, բայց ասում է ես էլի շարունակում եմ ինձ զգալ ցորեն։ Ես ցորեն եմ։ Հիմա ինչպես անել, որ մարդը դրանից էլ բուժվի։ Ինքը իրեն գիտակցի, որ ինքը ով է, իր ով լինելը գիտակցի։ Երևի թե դա է առաջին կարևոր հանգամանքը, որ մարդը գիտակցի ինքը ով է, ոչ թե ովքեր են իրեն շրջապատում, նրանցից սաղից բոլորից վախենա։ Դե գիտեք, դա կարևոր է թե չէ տվյալ դեպքում։ Դա իրականում ոչ թե մենակ Հայաստանի խնդիրն է, դա ամբողջ աշխարհում է հիմա լուրջ խնդիր, որովհետև անցած տարի լուրջ հետազոտություններ կար, հոգեբանական շատ ներողություն, ես սխալ ասեցի, ասեց, իսկ նրանք գիտեն, որ ես ցորեն չեմ։ Հոգեբանական ասոցիացիա, միջազգային հոգեբանական ասոցիացիան հետազոտություններ էր արել անցած տարի, որ հասկանալ թե մարդը այսօր ինչից է վախում, եթե նախկինում մարդը վախում էր մահից, հիմա մարդը վախում է կյանքի իմաստ չունենալուց։ Մեզ իմաստներ են պետք։ Ու սա գալիս է նրանից, որ փիլիսոփայությունը մեր կյանքից դուրս է եկել, կրոնը մեր կյանքից դուրս է եկել, ու մենք սպառողական կյանքում ապրելով արդեն չունենք իմաստներ։ Այս իմաստը պետք է տալ։ Ու ազգը դա էլ իմաստի 4 կողմ է ձևավորվում ու կայանում։ Եթե դու չես կարողանում այդ իմաստը տալ, չես կարող մարդուց ինչ-որ բաներ սպասել։ Մեր խնդիրը հենց դրանում է, երբ որ ես ասում եմ, որ կուսակցությունները պետք է ունենան գաղափարախոսություն, այս սրա մասին է խոսքը, որ մարդ պետք է հասկանա ոչ թե որ այս կուսակցությունը ասոցացվում է ինչ-որ կոնկրետ մարդու հետ, այլ մարդ պետք է հասկանա, որ այս կուսակցությունը ասոցացվում է այս երազանքի հետ, այս իմաստի հետ, սա է ամենակարևոր բանը, իսկ իմաստները դու չես կարող մեկ անգամ եթերում հայտարարելով ձևավորես ու մարդկանց վարակես, դու պետք է աշխատանքներով դա անես, դու երկարաժամկետ աշխատանք պետք է ցուցաբերես մարդկանց, որ մարդիկ դրան հավատան։ Հիմա վերադառնալով ձեր հարցի պատասխանին, այո, մարդկանց իմաստ է պետք։ Մարդկանց մենք պետք է բացատրենք, թե ով է հայը, որն է իր միսիան այս տարածաշրջանում, ինչի համար է պետք մնալ Հայաստանում, ոչ թե լքել Հայաստանը, գնալ Գլենդալ, գնալ Ռուսաստան, այս հարցերի պատասխանը պետք է տանք։ Ինչքան հիշում եմ, մեկ անգամ մենք ձեր մոտ խոսում էինք Նեպալի օրինակը, Նեպալում որ հեղափոխություն եղավ, դու գիտեք այնտեղի երիտասարդները դուրս եկան փողոց, որովհետև երիտասարդներն ունեին կրթություն, բայց չունեին սոցիալական լիֆտ, զարգացման լիֆտ չունեին, ու այդ լիֆտը ստանալու համար իրենք արեցին հեղափոխություն։ Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանում երիտասարդությունը, երբ որ ունի գիտելիք, ինքը ունի Սփյուռքի հնարավորությունը եւ Հայաստանից դուրս գնալու հնարավորությունը։ Հիմա մենք պետք է մարդկանց իմաստ տանք, որ Հայաստանում մնալը կարևոր բան է։ Իսկ ոչ մեկը այս ժամանակաշրջանում մեզ այդ իմաստը տենց էլ չտվեց։ Այսինքն հայակենտրոնը այս սա է։ Այսինքն մարդը, տեսեք, շատ միֆերով, բաներով, այսպես համեմված եւ ծաղրում են, ասում են, ահա հայերը անընդհատ իրենց գովում են։ Դա մի կողմ ենք դնում, իրական ինֆորմացիան, գուցե կրթական համակարգն է թերանում, գուցե հասարակությունը ինքն է թերանում։ Դուք համարում եք, որ մենք նորից պետք է վերադառնանք եւ հետ նայենք մեր ակունքներին, մեր արմատներին եւ այնտեղից նորից հետ բերենք մեր այսօրվա կյանք, նորից ճարտարապետենք նոր հայի կերպարը։ Ու ես դες ասեմ ավելին, դա մենակ մեր մոտ չի այս խնդիրը, բոլորն են տենց անում։ Հիմա Բրիտանիայում է այդ նույն խնդիրը, իրենք նոր իդենտիֆիկացիայի ձևավորումով են զբաղվում։ Միֆը իրականությունից տարբերելով, որովհետեւ շատ միֆականացված։ Ու այդ միֆականությունը դա ոչ պրոֆեսիոնալ գաղափարախոսություն ունենալու արդյունքն է։ Որովհետև երբ որ դու հայտարարում ես, որ հայերը շումերներ են եղել ու դա չես ձևավորում ակադեմիկական գիտության ոլորտում, ու երբ որ դու այդ շումերական հայության, իրոք կարող է եւ դա տենց է, ես դեմ չեմ, բայց երբ որ դու քո քրիստոնեական քաղաքակրթության ժամանակաշրջանը միջևեր չես հետազոտում, որը ակնհայտ է ու ամբողջ աշխարհը սրա մասին գիտի, ու դու սրանով չես քո այսօրվա հասարակությունը ձևավորում, սա թողած գնում ես եսի ինչերով ես զբաղվում, այս է ամենալուրջ խնդիրը։ Շարունակականությունը
չենք ապահովում մեր գիտնականների, որոնք աշխատել են եւ այդ ամեն ինչը բերել են։ Մենք կորցնում ենք ճանապարհին, այ ոնց որ տիբետյան բժշկություն է, նրանք պահում են այդ 5000 տարվա գիտելիքը բերել են այսօր։ Մենք նույն ձևով մեր գիտելիքը նորից պետք է դուրս բերենք եւ բերենք այսօր, հա? Այդպես է ստացվում։ Հիմա ամբողջ աշխարհում լինելու։ Հիմա ամբողջ աշխարհում է այդ մոդելը աշխատում։ Նույն Չինաստանն է այս մոդելով ձևավորում այսօրվա չինական պետությունը։ Մենք կարող ենք այս մոդելով ձևավորել նոր հայկական գաղափարախոսություն։ Ու սրան եթե գումարենք, մենք այսօր դեռ չխոսեցինք արհեստական բանականության խնդիրների մասին, մենք չխոսեցինք հիբրիդային ինտելեկտի խնդիրների մասին, որը զուգահեռ կապված է մեր հասարակության մտածելակերպի, որը քաղաքականության հետ է կապված, որովհետև այսօր դա մեր ամեն առօրյայի մաս է դառել։ Մենք դրանց մասին էլ չխոսեցինք, բայց սրանք եթե համամիտ նայենք, սրանք ավելի կարևոր խնդիրներ են, եթե այս աչքերով նայենք Հայաստանի Հանրապետության դերը ու մեր պետության մոդելը, որ լինելով կենտրոն պետք է ունենանք ցանց Սփյուռքի հետ կապված, ունենանք ցանց ավտախտոն ազգերի, որոնք ապրում են հայկական լեռնաշխարհում, միաֆիզիտների հետ ունենանք ցանց հին քրիստոնեական ազգերի հետ, եթե սա կարողանանք ձևավորենք, որտեղ կենտրոնը դա Հայաստանի Հանրապետությունն է, մենք արդեն ուրիշ մակարդակի դուրս կգանք։ Շնորհակալ եմ, պարոն Թունյան, շատ շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Ես շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Հայկ Թրունյանի հետ ենք զրուցում սոցիոլոգիական գիտությունների թեկնածու զրուցը վարում էր Գայան Արաքելյանը։ Բարին ընձեզ։